բանակի օրվա կապակցությամբ։ Իմ ուղերձը կարող է մի հատ էլ բան գրառում գրեմ, հետևյալն է։ Ալեքսանդր Մակեդոնացին ժամանակին ասում էր, որ անգամ ոչխարների բանակը կարող է, եթե առյուծ ղեկավար ունի, կարող է հաղթել։ Եվ հակառակը առյուծները, եթե ունեն ոչխար զորավար, պարտվում են։ Ես ուզում եմ նախ եւ առաջ շնորհավորեմ մեր առյուծ բանակը այն կապակցությամբ, որ նա հիմնադրվել է առյուծ հիմնադիրների կողմից եւ դրա շնորհիվ մենք ունեցել ենք բոլոր հաղթանակները եւ ուզում եմ մաղթեմ, որ մեր բանակը շուտով նորից ունենա առյուծ ղեկավարներ, որպեսզի դուրս գա այս նվաստացուցիչ պարտությունների ցիկլից։ Պարոն երեք նշվում է իշխանությունը այստեղ է եկել նշվել է 27-ը բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակի օրն է, զրուցում քաղաքացիների համար, զոհվածների ծնողների հետ, ասում էին ինչու հեսուն վարի 27-ը եւ ինչու հա երկու օր կարծես գալիս են եղավելու իշխանությունը երեք եկավ Դե ես դրա մասին եմ արտահայտվել, ըստ էության բանը, այդ օրը ուղղակի իրեք ես համարում եմ իշխանության կողմից մեծ սրբապղծություն, որ այդ օրը իրենք հիմնադրել են, այսպես ասած, որովհետև այդ են մարդիկ են, ովքեր ում պատճառով եւ ովքեր զոհաբերել են հազարավոր մարդկանց կյանքը։ Իրենք են զոհաբերել, իրենք են ասել, որ մենք գնում ենք չգնացինք կարգավորման, որովհետև մեզ պետք էր, որ մեզ դավաճան չասեն։ Հետո էլ վերցան փոխեցին, ասեցին, որ մենք չգնացինք կարգավորման, որպեսզի կայանա երկխոսությունը Թուրքիայի հետ եւ հաշտությունը Ադրբեջանի հետ։ Անցյալ տարվա ուղերձն է Փաշինյանի։ Հիմա այդ մարդիկ, որոնք ասում եմ, զոհաբերել են հազարավոր մարդկանց կյանք իրենց քաղաքականությամբ, իրենց իշխանությունը պահպանելու, իրենց տերերի ակնկալիքները արդարացնելու համար։ Այդ մարդիկ հիմա գալիս են օր են հիմնադրում այդ իրենց կողմից զոհաբերված մարդկանց հիշատակը հարգելու համար։ Ես կարծում եմ սա սրբապղծություն է։ Պարոն Ջավյան, դուք հայտարարեցիք ձեր համագումարներ, չէ՞։ Համագումարին։ Համագումարներ չէ վերջինը, որ հայտարարեց ձեր տեխնացության մասին։ Չէ, դա համագումարին չենք հայտարարել, դա հետո որոշում կայացվեց։ Հա, ամեն դեպքում դուք այդ օրը հայտարարեցիք, որ ձեր տեխնացության մասին հայտարարելու զուգահեռ, որ սկսում եք նաև քաղաքական դաշտի այդ քննարկումներ, հնարավոր միավորումների կապված բավականին անցել է, պարոն Զուրաբյան, ինչ որ հստակություն կա քաղաքական ուժերի հետ բանակցություններից արդյունք կա եւ այդ օրը ասացիք, որ դեռ անուններ չեք տա, ում հետ, ինչի շուրջ եք բանակցում։ Կարող եք այսօր ասել, օրինակ կան ուժեր, որոնց հետ բանակցությունները արդեն արձանագրել եք, որ արդյունք չեն տալիս։ 100 անգամ ասել եմ, մինչև արդյունք չլինի, ոչ անուն եմ տալու, ոչ խոսելու եմ այդ process-ի մասին։ Հազար մի բան խոսում ենք, բանակցում ենք, բայց եթե արդյունքը դեռ չկա, ինչի մենք դրա մասին խոսենք։ Արդյունք կլինի, կխոսենք։ Իդեպ ես ձեզ մի բան ասեմ, այո, մենք կարծում ենք, որ միավորումները կբերեն ավելի արդյունավետ պայքարի, բայց մենք նաև չենք կարող անտեսել են հանգամանքը, որ մի համախմբում է։ Եվ մենք ունենք մեր գաղափարները, մեր ծրագրերը, մեր ասելիքը, որը իրավունք չունենք, չներկայացնենք մեր ժողովրդին։ Իսկ ըստ ձեզ այդ համախմբումը, եթե ի վերջո չստացվի, այսինքն այնքան լայն, ինչքան որ հիմա տարբեր գործիչներ, այդ թվում դուք նշում եք, դա կնվազեցնի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հավանականությունը։ Իհարկե ավելի արդյունավետ կլինի ու հենց դրա համար էլ մենք այդ
այդ համախմբման մասին խոսում ենք, իհարկե ավելի արդյունավետ կլինի, եթե այդ համախմբումը կայանա։ Բայց ես չեմ կարծում, որ եթե չի կայանում, ինչ որ մենք պետք է հուսահատենք, համարենք խաղը արդեն տանուլ տրված եւ այլն, ոչ։ Չէ, նկատի հավանականությունը կնվազի ավելի հաջողության հասնելու, այսինքն հեռացնելու նրան։ Բնական է, եթե մենք չհամարենք, որ միավորմամբ ավելի արդյունավետ կերպով կլուծեինք Նիկոլ Փաշինյանի հեռացման խնդիրը, մենք չենք մտնի, չէ՞ դրա մեջ։ Մտել ենք, խոսում ենք։ Գալը, լուծմանը գալը, շարունակում են պրոցեսները գեոպոլիտիկ, Հայաստանի Հանրապետությունը ասում են, որ բանակցում է խաղաղության շուրջ, ինչու Ադրբեջանը մինչ այս պահը դեռևս հստակ դիրքորոշում չի հայտնել այսպես կոչված պայմանագրի, խաղաղության պայմանագրի, նախաստորագրված համաձայնագրի վերաբերյալ ստորագրելու է թե ոչ, ըստ ձեզ ի վերջո այդ ստորագրության ականատես կլինենք, թե ամեն դեպքում այս ձգձգումը ունի պատճառները եւ Ադրբեջանի երկարաժամկետ պլաններ։ Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է։ Չնայած մեր բոլոր զիջումների, չնայած այն հանգամանքի, որ մենք ընդունել ենք ամեն ինչ, որ իրանք մեր թելադրել են, իսկ մեր կողմից ոչ մի բան չի ընդունվել, Ադրբեջանը իր ստորագրությունը վերջնական այդ խաղաղության պայմանագրի տակ չի դնում։ Դա ունի շատ պարզ բացատրություն, որովհետև մեծ հաշվով Ադրբեջանը դեռ փայփայում է Սյունիքի անեքսիայի հույսը։ Նրանք ծրագրում են դա, նրանց հակահայկական, հայատյաց համակարգային պրոպագանդան խոսում է դրա մասին։ Իսկ ամերիկյան ներկայությունը ինչի մասին է։ Դուք նկատում եք թրիփը։ Այո։ Երաշխավոր չեն, թե ուղղակի վկա է մտցնողների ինչ է։ Թրիփը դա իրականում գործարքա Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև, որովհետեւ ըստ էության այդ գործարքի ամբողջ իմաստն է, որ Հայաստանի տարածքով պետք է ապահովի անխոչի կապ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև։ Հիմա մենք դա վերլուծել ենք, էլի ներկայացրել ենք արդեն հանրությանը, որ մենք տեսնում ենք, որ իրականում չնայած այդ փաստաթղթի մեջ ամեն նախաձեռնության մեջ ճխտած է ինքնիշխանության մասին դեկլարացիա, այնուամենայնիվ այդ ինքնիշխանությունը չի պահպանված։ Ամենակարևոր կետը, որի մասին մենք խոսում ենք, հետևյալն է, որ Հայաստանի կառավարությունը բացառիկ լիազորություն է տալիս Թրիփ զարգացման ընկերությանը 100 տարվա ընթացքում այդ տարածքում, որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի հետ, որևէ բան նախագծելու, կառուցելու, պլանավորելու, որ եթե այդ կետը չփոխվի, իսկ դա դեռ իրավական ուժ չունի, եթե այդ կետը չփոխվի, դա նշանակում է հետևյալը, որ Հայաստանը օրինակի համար չի կարող սուվերեն որոշում ընդունել նրա մասին, որ կառուցի երկաթուղի, որը կկապի Հայաստանը Իրանի հետ։ Դուք եթե իշխանության մասին եք, այդ կետը կփոխվի եւ որն է ձեր այլընտրանքային օրակարգը, որովհետեւ հանրային քաղաքական տարբեր շրջանակներ ընդդիմությանն են մեղադրում հակնդիր հակադեմ օրակարգեր չբերելու եւ դաշտում այսպես դատարկել։ Այդ ամենամեծ կեղծիքն է, որ իշխանությունը տարածում է մեր մասին, որովհետեւ իրենք ասում են, որ լավ թե վատ, պարտվել ենք, ջարդվել ենք, ինչ ենք արել, հիմա խաղաղության ծրագիր ունենք ու մենակ մենք ունենք եւ ալտերնատիվ չկա։ Սա մեծ սուտ է, որովհետեւ կոնկրետ կոնգրեսով հանդիսարկել Իրեք ես շատ մեծ անվստահություն ունեմ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որովհետև իմ աչքի առաջ գալիս է այն տեսարանը, երբ որ ինքը առել էր SU 30 SL բաները, այդ ինքնաթիռները, հետ գնացել էր, բարձրացել էր, ֆոտո էր անում, ցուցադրում էր, որ արդեն սրանով համարյա կանխվում է պատերազմի հնարավորությունը, որ ինչ լուրջ տեխնիկան առնում, իսկ հետո պարզվեց, որ ինքը չի առել դրա հետ կապված հարկերները, չի առել
օտաչուների տրեյնինգի հետ կապված ծառայությունները, բաները, պահեստամասերի սպասարկումը եւ այլն եւ այլն։ Այսինքն դա, որի ծախսելով հարյուրավոր միլիոն դոլարներ այդ SU-30 SM ինքնաթիռների վրա, մենք ձեռք էինք բերել մետալալում էինք ձեռք բերել, որը պատերազմի ժամանակ ոչ մի դեր չկատարեց։ Հիմա, եթե ես ոնց կարող եմ այդ մարդու ասածների այդ բանից հետո Պարոն բանակի մասին, կարծում եք, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը կպահանջ թե շարունակել, օրինակ, ինչպես իշխանությունը փոխում խաղացան Հիմա ոչ մի երաշխիք չկա խաղացան։ Սա ընդամենը նախընտրական զինադադար է, որը Ալիևը կնքել է Հայաստանի հետ, միայն մեկ նպատակով, որ Հայաստանում ամրապնդի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այսինքն իրենք պետք է այդ բոլոր ժեստերը լինելու են, ադրբեջանական հավ, էլի ինչ-որ բաներ կանեն, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնի Ադրբեջանի գեներալ գուբերնատորի պաշտոնը Հայաստանում։ Բանակի դերը այսպես։ Բանակի դերը անվտանգության երաշխիք չի արդյոք բանակը։ Հիմա ես եմ ասում, իրականում ոչ մի երաշխիք այսօր գործում չունեի, ոչ Միացյալ Նահանգներն են այսօր երաշխավորի, իրենք չեն էլ ստանձնել երաշխավորի դեր։ Մյուս կողմից ասում եմ, ստեղծված է աշխարհաքաղաքական լարվածություն, որովհետև այդ տրիքով անտեսվում են օրինակի համար Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի շահերը, հետևաբար մենք իրականում ոչ թե ինչ-որ երաշխիքների պայմաններում ենք հայտնվել, այլ հակառակը երաշխիքների բացակայության պայմաններում։ Այդ երաշխիքները պետք է կառուցել, ու այդ երաշխիքներից գլխավորը պետք է լինի այդ ինչ-որ ես ասում եմ, որ մենք կարողանանք նորից վերականգնել աշխարհաքաղաքական բալանսը։ Պետք է այն դաշնակիցներին, որ ունեցել ենք, իդեմս Մինսկի խմբի, նորից ունենանք։ Եվ բանակը պետք է լինի բաղադրիչ երաշխիքների եւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումը պետք է լինի բաղադրիչ։ Ընդ որում բոլորի հետ։ Մենք ասում ենք, մենք չենք մերժում եվրոպական միության հետ համագործակցությունը, մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների ներգրավվածությունը այս պրոցեսների մեջ, բայց մենք հասկանում ենք, որ դա ունի սահմանափակ հնարավորություն։ Տեսեք, բոլորը, գրեթե բոլորը ասում են, որ փորձենք համախմբում ձևավորել ավելի արդյունավետ նպատակների հասնելու համար Փաշինյանի հավատմանը, բայց ստեղծեմ մինչև հիմա որևէ հավատացիոն ձևաչափ դեռ չկա պաշտոնապես ձևավորված։ Հիմա դուք ձեր քննարկումներից ելնելով ինչ կարող եք ասել, եթե ընդդիմադիր պաշտոնը գլխավոր խնդիրը ձևակերպված է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այդ ինչի շուրջ չի ստացվում քաղաքական ուժերի գալ համաձայնության, ծրագրային խնդիրներ են, գաղափարական հարցեր են, վերանձնային խնդիրներն են, այսպես որ փորձեք ընդհանուր գծերով տալ այդ բաները, ինչն է գլխավոր խոչընդոտը։ Դուք գիտեք, շատ վատ բան է զարգացել, որ ես հիմա սկսեմ մեղադրանքներ, մեղքեր, մեղադրանքներ ներկայացնել եւ այլն եւ այլն։ Ես կարող եմ ընդհանրապես ասել, մեր դիրքորոշումը շատ ճկուն է։ Մենք առաջարկել ենք այդ կոմիտեի մոդելը, որտեղ այդ լիդերության համար պայքարից խուսափելու համար մենք ասում ենք, եկեք ստեղծենք կոմիտե, որը հետագայում կընտրի, ասենք, վարչապետի տեխնացու։ Հասկանում եք, դա շատ ճկուն մոդել է, մենք առաջարկել ենք, որ ոչ չի մերժել դեպքի, բայց գործը առայժմ առաջ չի գնում։ Այսինքն լիդերության շուրջ ամեն դեպքում կան խնդիրներ։ Իսկ դուք ոնց եք կարծում, ոնց կարող է չլինի։ Բայց մենք ասում եմ, չնայած մենք շատ վճռական ենք, որ կոնկրետ այսօրին տեխնացիան գնանք եւ կռվենք մեր տեսակետների հաղթանակի համար, բայց մենք նաեւ ճկունությունը պահպանենք, որ եթե ինչ-որ իմաստալից, բովանդակալից միավորում առաջարկվի կամ մենք կարողանանք համոզել մարդկանց, մենք կարող ենք գնալ
կոմպրոմիսային վարչապետի, կոմպրոմիսային ծրագրի ստեղծման Մեր եղած Կամերաների կնայեք։ ամենաանցնելին աշխատանքներից մեկն է, որ կարող եք միասնական Գիտեք, ես ուսումնելի համար տեխնացուների չեմ խոսում, ես կարող եմ մի բան ասել, որ ակնհայտ է, որ հիմա կա ֆավորիտ, հա, Հարապետյանը քաղաքական ուժ է, հա, իհարկե բանակցում են, եթե ես ասեցի, թե ասել էլի, ես իրակ կներեք, իրակ ասել են, որ կա հայտարարել, ես ձեր շպիոնը չեմ։ Չէ, ուզում ասել, ես հետևյալն եմ ասել, որ դրանք հիմա ունեն այդ հնարավորությունը ստեղծել համազգային լուրջ քաղաքական համախմբում։ Իրենք սա կախված, իրենք այդ աստեղային ժամի հնարավորություն ունեն, իրենք սա կախված, իրենք իրենց աստեղային ժամը ստանում են բաց թողել, բայց մեր կողմից պատրաստականություն ինչ-որ մի միասնական թիմ ստեղծելու մասին։ Հիմա պատասխանեցի հարցին մենակ ձեր ասում եք, Շատ քաղաքական ուժեր դաշին ձևավորվում, դաշին մեծ ցուցակ ձևավորվում, դա եք ասում, որ իրենց ցուցակն լայն Ես խոսում եմ այն համախմբման մասին։ Քաղաքական ուժերը, որոնք ասենք իրատեսական են, կացունել մտածողություն ունեն, կիսում են նաև այդ մեր ծրագիրները, օրինակ համար Հայաստանի ինքնիշխանություն ձերական իրական խաղաղություն բերելու ուղղությամբ, տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ։ Եթե այդ ուժերը միասին կազմեն մի համախմբում եւ այո, բնականաբար մի ցուցակով գնան ուժերի, վայ իհարկե դրա մասին է։ լիդերների մասին Ինչ հարց։ ամենաանցնելի հիմա դաշտի պատասխանների կարողացան Չէ, ես իրանք էլ դեռ չեն հայտարարել իրենց լիդերներով, չէ։ Ես ընդհանրապես խոսում եմ ուժերի մասին։ Ձեր շուրջ կհամախմբի ներկայումս ընդդիմադիր Լսեք, ես գեղեցկության կոնկուրսի բան ժյուրի անդամ չեմ, որ հիմա ասեմ ով է ավելի համակրելի կամ ոչ համակրելի։ Մեր համար կարևորը այնպեսի գործիքներ ստեղծենք, որ կարողանանք երկրում ինչ-որ բան փոխենք։